Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս տարվա պիկին, երբ որ շատ մեծ արտահանում ունեինք, ու իրականում մոտ 30% էլ անցած տարվա նկատմամբ մեր արտահանումը ծիրանի աճել է, մի կետ եկանք, որ Հայաստանում բոլոր սառնարանները լցված էին ծիրանով ու էր սառնարան չկար։ Այստեղ սա պրոբլեմ է ու Չէ, սառնարանը չի գնում վերամշակման։ Սառնարանը հենց այդպես այո, երկար արտահանում են։ Ընդ որում, նաև կան հետազոտություններ, նաև պրակտիկ բիզնեսն էլ է ասում, այդտեղ ծիրանի դեպքում մի հատ ֆենոմեն կա։ Ես իհարկե ազգային այդ սնապարտության բաները չեմ սիրում, բայց բոլորը ասում են, նաև որ այնուամենայնիվ Հայաստանի ծիրանը, ասենք իսպանական, իտալական, թուրքական ծիրանների նկատմամբ որակական եւ մրցակցային էական առավելություն ունի։ Եվ այստեղ է, որ նույնիսկ ոչ ինտենսիվ այգու ծիրանը ինքը անգամ որ իդեալական չի իր ամեն ինչով, նրանց իդեալականի ու կատարյալի համեմատ մրցունակ է։ Եվ այստեղ է, որ մեր էքստենսիվ բնույթով մեր ծիրանը մեր այնուամենայնիվ շարունակման մեծ պահանջարկ ունենալ։ Այսինքն այստեղ գաղտնիքը, որ շատ չի գնում դեպի ինտենսիվացում, այնա, որ էքստենսիվով ինքը արդեն իսկ մրցունակության խնդիր բարեբախտաբար չունի եւ սա շատ լավ է։ Բայց Եվ նույնիսկ հիմա մենք կա այդպիսի մի հետազոտություն, որը արել էին հետազոտող խումբը, որը մեր արտանման ռազմավարություններ գրել, որ նշել էր, որ հայկական ծիրանի այն եզակի պրոդուկտներից է, որ իհարկե մնացած դեպքերում մենք պետք է մենք վերամշակենք, այս դեպքում համարվում էր, որ ինքը կարելի է անգամ հատով վաճառել եւ վերամշակման չտանել էլ, այսինքն այո, եւ Այս հայկական ծիրանի դեպքում ունիկալությունը այնտեղ է, որ մյուս բոլոր դեպքերում պետք է փորձենք երկար արժեշղթա ստանանք, այսինքն մուրաբա լինի, չգիտեմ, պահածոներ լինեն եւ այլն եւ այլն, այս դեպքում նույնիսկ ընկնում է իր արժեքը, եթե մենք իրան այդ մի հատանոց այդ մեծ սիրուն համեղ ծիրանը տանենք դեպի ջեմի դաշտի ընդադրենք, հա։